Երեկ Արմրու լրատվականը տեղեկացրել էր, որ գործարար եւ քաղաքական գործիչ Տիգրան Արձաքանցյանի նախկին կինը Նատալիա Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել, պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արձաքանցյանի կողմից։ Արմբլուրի հետ զրույցում Տիգրան Արձաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացարկ իրականացնելու մասին տեղեկությունը, նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով եւ թեման ըստ նրա փակված է։ Ավելին հորդորել էր իր ընտանեկան հարցերի մեջ չմիջամտել։ Սակայն Ժողովուրդ օրաթերթի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով ներկայացված հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել եւ սկսել է հանգամանքների քննությունը, այսինքն իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը այն համարել են բավարար հիմք նախնական քննություն սկսելու համար։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում Տիգրան Արձաքանցյանը պետք է հրավիրվի քննչական մարմին պարզաբանումներ ներկայացնելու համար։ Քննությունը պետք է պարզի, արդյոք նախկին կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե այդ ճանապարհով ինչ որ բան Ռոտենբերգն ուզում է նախկին ամուսնուց։ Սակայն պարզաբանման այս գործընթացը ժողովրդի աղբյուրների կարող է որոշակի ժամանակ ձգվել, քանի որ Արձաքանցյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս։ Նկատենք, թե Տիգրան Արձաքանցյանը, թե Նատալիա Ռոտենբերգը հանրությանը հայտնի անձինք են, ինչի պատճառով նրանց շուրջ զարգացող իրադարձությունները հանրային հետաքրքրության առարկա են դարձել, բայց միևնույն ժամանակ պետական մարմինները քննչական կոմիտե հրաժարվում են հրապարակել որևէ մանրամասն այս դեպքերի մասին, հղում անելով անձնական տվյալների պաշտպանության եւ նախաքննության գաղտնիության պահանջներին։ Նշենք, որ հրապարակված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների եւ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների հաղորդած տվյալների վրա։ Գործի շրջանակում որևէ անձի մեղավորությունը հաստատված չէ եւ գործում է անմեղության կանխավարկածը, մինչեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։ Գուցե քաղաքական գործիչ Տիգրան Արձաքանցյանին փորձում են լռեցնել նոր սկանդալով եւ վարույթներով։